Հայկական ճարտարապետությունը յուրահատուկ և անկրկնելի նմուշներից է մարդկության պատմության մեջ։ Հայաստանում գտել են նմուշներ, որոնցից են օրինակ Տաթևի Հաղպատի վանքերը, Զվարթնոտի տաճարը և այլ նմուշներ։ Ամեն ճարտարապետական կառույց յուրահատուկ է իր գմբեթի սյուների ստեղծման պատմությունով։ Հայաստանում վաղ միջնադարում տարածված էին սյուները, մենք կարող ենք հանդիպել Զվարթնոթում, Գառնում և այլ վայրերում։ Հայաստանում լավ պահպանված է Տաթևի վանքի ճուճվող սյունը։ Այն կառուցված է երկու նպատակով։ Առաջին նպատակը երկրաշարժի մասին նախազգուշացումն էր, իսկ երկրորդը թշնամու մոտենալու մասին նախազգուշացումը։ Տաթևի վանքի մեկ այլ նմուշներից է բրոնզե զանգը։ Զանգը բրոնզազուր մետաղի գեղարվեստական մշակման հազվագյուտ նմուշներից է։ Զվարթնոց տաճարը իր ճարտարապետական բնույթով տարբերվում է այլ տաճարներից։ Տաճարի ներսը կիսաշրջաններից կազմված խաչաձև տեսք ուներ, կենտրոնում էլ տեղակայված էր մկրտության ավազան։ Արտաքին պատի նիստը միացնող անկյունների քանդակազարդ խոյակներով զույգ որմնասյուները իրար էին մոտենում, խաղող, նռան, պատկերող քանդակներով։ Ամեն հայկական վանք ունի իր յուրահատուկ գմբեթի ձևը։ Գմբեթները լինում են գլանաձև, հովանաձև կամ Այս երեք տիպերը զարգացել են 10-րդ դարում։ Ճարտարապետական բոլոր կոթողները զարդարված են անկրկնելի զարդապատկերներով։ Զարդապատկերները լինում են բուսական, կենդանական, աշխատանքային թեմաներով։ Սյուների վերին մասը հաճախ ավարտվում էր անկրկնելի և գեղեցիկ խոյակներով։ Ժամանակակից արվեստը զարգանում է զարդաքանդակների ողջ հարստությամբ, ստեղծվում են նոր և ինքնատիպ զարդատեսակներ և զարդարում մերօրյա ճարտարապետական կոթողները։ Խաչկար Խաչկարը միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ է։ Խաչկարն ունի ճարտարապետական մանր կոթողային ձև, որի հիմնական բովանդակությունը կազմում է պատվանդանի վրա կանգնեցված սալաձև խաչարձանը։ Խաչկարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում։ Բազմաթիվ կարևոր գրաֆիկներ և քանդակագործներ շարունակում են խաչկարի կերտելու ավանդույթները։ Խաչկարերը հայ միջնադարյան մշակույթի հիմնադիր խորհրդանիշներն էին։ Գոյություն է ունեցել խաչքարը կանգնեցնելու եկեղեցական հատուկ ծես, որը հանգել է խաչկարի օրհնությանը և ոճմանը։ Ծեսի հիմք ընդհանուր քրիստոնեաբանական այն ընկալումն է, թե անշուշտ նյութը չի կարող որևէ զորություն ունենալ, եթե Աստված բնակված չէ նրա մեջ։ Խաչքար կանգնեցնելու իրավունքը ձեռք է բերում որոշակի վիճակներ։ Հավանական է, որ նման գործարքի կիսական արտահայտությունը հենց խաչքարի ոճն է։ Խաչկարի կինավ ոճումը, որի մեղունակի համարյա պարտադիր տարրերից էին գինեբեր, խաղողի ողկույզները կամ նուռը, այն ընկալվում էր որպես աստվածային օրինակ ոճում։ Տարածված էր խաչքարը սրբի անունով կոչերը, օրինակ Աստվածածին, Սարգիս, Գրիգոր, Պողոս, Պետրոս, Ստեփանոս, Հովհաննես, Գրիգոր, Քրիստաֆոր և այլն։